Ժողովուրդ օրաթերթը գրում է. Թերթը հետաքրքրվել է, թե ինչ նպատակով է ազգային ժողովը ֆինանսական փոխանցում կատարել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին։ Ըստ ԱԺ-ի, այն իրականացվել է կողմերի միջև կնքված ֆինանսավորման համաձայնագրի հիման վրա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օգոստոսի 2-ին ժամը 10-ին կգումարվի ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։ Մինչ արժանախագահի ընտրությունը նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2026 թվականի աշնանը Կոտայքի մարզում կանցկացվեն մի շարք համայնքների թիմ ընտրություններ։ Ըստ թերթի ՔՊ-ում դեռ շարունակվում են թեկնածուների ընտրության եւ առաջադրման շուրջ ներքին քննարկումները, իսկ մարզում սպասվում է ակտիվ նախընտրական շրջան։ Դե ինչ, այսքանն ենք պատրաստել ձեզ համար, մնացեք մեզ հետ եւ եղեք տեղեկացված։